Բարելույս քույրեր, կշարունակենք մեր Լերան Քարոզի սերտողությունը եւ անցաշաբաթ նայեցանք Հիսուսի բադվերին, որը սա լսերեք, որ սպանություն միներ, բայց ես ցեզի գսեմ եւ նայեցանք, որ ինչսել է փարգություն ունենալ, ներվիլ, սրտմտություն, նախանց, թարնություն, սրտի մեջը մեգումահանտեպ։ Եվ հիմա այսօր պիտի շարունակենք Մատթեոս 5-րդ գլխում 23-ին 26 համարները, Matthew 5:23-26։ Մարի, եթե մեզի 20-րդ համարը գարտաս, Մատթեոս 5:23։ Ուրեմն, եթե քու ընձած սեղանին վրա փերես ու հոմի կտկատ է քու եղբայրը քեզի տեմպան մոնի։ Okay, շնորհակալ եմ, չէ։ Ուրեմն ինչսել է անգյունաթարց։ Անգից առաջվա ասած խոսքերուն հիման վրա, հիմա Հիսուս, երբ որ ուրեմն գսե, անգյունաթարց մնե նախքին երկու համարներուն մեջ հիշված հարգության նկատմամբ խորհրդին։ Եվ Հիսուս կխոսի խումբը ծգնորսներով, իր աշակերտները մեծ մասամբ ծգնորս էին, չէ՞։ Ժողովուրդը ակարագաբան, farmer, ինչ որ այնադեն գնային, եւ անշուշտ այդ ժողովրդի մեջ կան փարիսեցիներ, սատուկեցիներ, մարդիկ, որոնք գրոնական առաջնորդներ են։ Եվ շեշտը գտնե ուրեմն երբ որ եթե ինչ կսե քու ընձած սեղանը պերես։ Ինչ կնշանակի ընձած սեղանը պերես։ Անշուշտ ասիգա ամենաառաջ նայենք մեր ուղղահայաց, այսինքն vertical հարաբերությունը Աստծո հետ։ Մեկ երբ որ ընձակը պերես սեղան ինչսել է, աղոթքի գերտա, եկեղեցի գերտա, պաշտամունքի գերտա, ընձակը պերե սեղան։ Առաջին բանը Աստծո հետ իր հարաբերությունն է։ Եվ եթե մեկը պիտի կա ընձապերելու, առաջին բանը Աստծո հետ պետք է հաշտված լինի։ Հարցումս այսօրան է, որ դու հաշտված ես Աստծո հետ։ Այսինքն խաղաղությունը կդած ես։ Եվ տեսեք, որ Հռոմայացիս 5:1 ինչ կսե Romans 5:1 ստա։ Արդ մեկ հավատքով արդարացած ըլլալով խաղաղություն ունի Աստծո հետ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ցերկով։ Ուրեմն, երբ որ դու հավատքով արդարանաս, Աստծո հետ խաղաղություն կգտնես։ Եվ այդ հավատքով արդարանալ ինչպես կլա, խաչին արչև կալեսել ով դեր մեղավորեմ, իմ մեղքերսները, իմ մեջս արժանիք չունիմ, բարի բամը չունիմ, բամը չկա, որով ես կգնամ արդարանալ, կուքամ եւ կխոստվանիմ իմ մեղքերս, ները ինձի սրտիս մեջ եկուր եւ ես հիմա խաղաղություն ունիմ։ Ամեն։ Եվ անշուշտ երբ որ իրենք ընձան կփերեին, գրնալը ոշխարը կփերեին, ուլը կփերեին, մեղքերու կավության համար եւ ինչ կնեն, այդ ընձան կփերեն, ցերկը գտնեն ընձային վրա, այդ կենտանին վրա, կանային արչև, որբեսի իրենց մեղքը այդ կենտանին վրա երթա, որբեսի կենտանին զոհվի փոխանակ իրենք։ Բայց փառքաստո որ մեր կենտանի զոհը ով է, Հիսուս ինքն է։ Եվ ինքը մի անգամ խաչվեցավ խաչին վրա, որբեսի արդ խաղաղություն ունենանք Աստծո հետ։ Հարցումս այսօր դու այդ խաղաղություն ունիս։ Առաջինը ուրեմն ուղղահայաց։ Երկրորդը հորիզոնական խաղաղությունը, մեր հորիզոնական հարաբերություններու մեջ։ Եվ Հիսուս կարևորությունը գտնե քույրեր, որ որքան կարևոր է, որ հորիզոնական մեր հարաբերություններու մեջ խաղաղություն ունենանք, կամ թե գրոնական բարդականություն ունենք։ Ես կգնամ եկեղեցի երթալ, կգնամ աղոթք կսնել, կգնամ խաչս հանել, մոմս վարել, ասամեն բաներ կգնամ անել, արդակնավես խաղաղ երևնալ, բայց սրտիս մեջ ինչ կա։ Անորամար է որ Հիսուս կսե ընձած ետ սեղանը պերես, անգամ եւս գրարտաս հաջիս մարի աթամարը։ 24-րդ համարը, 20-րդ համարը։ Ուրեմն, եթե քու ընձած սեղանի վրա փերես ու հոմ միտքը թաթ է քու եղբայրը քեզի տեմպան ունի։ Այո, շնորհակալ եմ։ Երբ որ փերես, եւ հոն միտքը կա, որ եղբայրը քեզի տեմպան ունի։ Ինչ է ընձան ասին գրամ ընձան ծրի դրված նվիրված բան է։ Սեղանը ինչ է Աստծո հետ ներգայանալիք վայրն է։ Ուր է քու սեղանդ։ Գրնադիգա կուդունիտ անգյունը ըլլալ, գրնադիգա օթոյիտ մեջ ըլլալ, գրնադիգա քալելու երբ որ գելես ըլլալ, գրնա եկեղեցի մեջ ըլլալ, սեղանդ Աստծո ներգայության ներգայանալիք վայրը է։ Միտքդ կա։ Գհիշես վիճակը, արարքը,
գերմը որթուն թիդմամբ ուրիշին ծախսուցիր։ Այն ադեն երբ որ միտքդ կա, ասել է որ հաշտվելու ժամը եկած է։ Եվ Սուրբ Հոգին միտքդ կփերե, մանավանդ երբ Աստծո ներկայության մեջ կերտաս։ Այս միտքը շատ կարևոր աստակ մնե մեր կյանքի մեջ եւ նայեցեք Աստծո խոսքը ինչ կսե ասոր նկատմամբ Արագած 23:7 Proverbs 23:7 7 Վասնզի անիգա իր սրդի մեջ ինչպես կմտածե այնպես է։ Գեր ու խմե գսե քեզի, բայց անոր սիրտը քեզի հետ չէ։ Վասնզի անիգա իր սրդին մեջ ինչպես կմտածե։ Սիրտը կմտածե։ Well, սուքիրքը սրդին մասին 1000 անգամ ավելի բաներ կխոսի, կհիշե, որ սիրտը կներկայացնե մեր խորհուրդներուն, փափակներուն եւ շարժարիքներուն աթորը։ Խորհուրդներդ, փափակներդ եւ շարժարիքներդ ինչ որ են ու սիրտը դարձիա, միտքը դասիկը։ Այս միտքը կամ սիրտը Սուրբ Հոգին կառավարության տակ պետք է կա։ Եվ քանի որ Սուրբ Հոգին կառավարության տակ է, Սուրբ Հոգին կհիշեցնե։ Հովաննու 14:26 John 14:26 Ժակվին եթե կարդաս Հայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ հայրս իմ անունովս պիտի խրգե, անիկա ցեզի բոլորը պիտի սորվեցնե եւ ինչ որ ցեզի ըսի միտքերնիդ պիտի բերե։ Շնորհակալ եմ, միտքերնիդ պիտի բերե։ Միտքս փամուկա այսօր։ Երբ որ աղոթքի գնաս միտքդ խոսքը, արարքը, վիճակը հուկա, գտնալը 10 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր, մանկությանը էր։ Երբ որ միտքդ հուկա Ադի աջամն է որ հաշտվիս։ Պաշտամունքի նախապատվությունները մեկնալ շիդակարակությունն է քույրեր։ Որովհետև Աստված իր ժողովրդին հանդեպ տեսեք ինչ կսե Եսայի մարգարեության մեջ։ Isaiah 1:15-16 Եսայի 1:15 եւ 16 եթե մեզի գարտա։ Ուստի երբ ցերքերնիդ տարածեք, աչքերս ցեզմե պիտի ծածկեմ։ Նաև երբ աղոթքնիդ շատցնեք, պիտի չլսեմ, վասնզի ցերքերնիդ արյունով լեցուն եմ։ Այո։ Լվացվեցեք, մաքրվեցեք իմ աչքերուս արջևեմ, ցեր չար կործերը մեկցի ըրեք, չարություն կործելե թատրեցեք։ Շնորհակալ եմ։ Ասի Աստված կսե որ Իսրայելի ժողովրդին իմ արջևս կուկակ կսե որ ցերքերնիդ կդարածեք աղոթքի համար, բայց ցերքերնիդ արյունով լեցուն է։ Ինչը սերեցերքդ արյունով լեցուն է, սպանություն։ Եվ սպանության մենք անցած շաբաթ նայեցանք ադելություն, թարնություն, քժդություն, սրբնություն, աս նեղված հոգին մեջդ պահել, անոր համար կսել լվացվեցեք եւ մաքրվեցեք։ Աստված Իսրայելի պաշտամունքը կմերժեր, որովհետեւ կուքային պաշտամունքի սխալ հոգիով։ Օվսիա 6:6-ալ մեզի դարձյալ ասկաղապարը վրա Հոզեա 6:6 Քանզ ես ողորմություն գուզեմ եւ ոչ տեզող ու ողջագեզներեն ավելի Աստծո գիտությունը։ Շնորհակալ եմ։ Աստված իմ եւ քուզողը ճուզեր, որքան որ մեր շիդակ կեցվածքը գուզետիլը։ Աստված սրդին գնայի։ Թուրսեն տուն ամեն բան լավ գնաս ծծնել, բայց Աստված սրդիդ գնայի, երբ որ տուն աղոթքի կգենաս միտքդ հուկա, վիճակը որ տուն պետք է շտկես, բամը որ տուն ըրած ես, ցավծուցած ես, սխալը ըրած ես, խոսքով, կեցվածքով, արարքով, այն ադեն եւ տեսնենք որ Մատթեոս 5:24-ը Matthew 5:24 սետապույր On ցիկե ընձած սեղանին արջև քնա առաջ եղբորը թե հաշտվե ու ետ դիեգուր որքու ընձած մանության շնորհակալ եմ հոն ցկե կոնձատ պատկերացուցեք որ ասիգա Հիսուս կխոսի Իսրայել ժողովրդի որոնք Երուսաղեմ երթային ընձամատուցանելու երկար ճամփորդություն գրնալալ ըրաձեին Գալիլեային դարբեր դեղերեն հետերին ալ ընձան շալկած եւ երկար line-up կար թերևս կար միտքը կուկա այդ line-up-ի ադեն ցկե ընձատ կտեսնեք որ որքան կարեւոր է Աստծո համար հաշտ ապրիլը հաշտվե ասել չէ որ համբուրվինք փամը չգայի վես մորնանք հարապերինք եւ անցնենք երթանք քանի որ երբ որ անանգլա ադիգա բանդեդ կտնեստուն վերքին վրա դա վերք կա եւ on infection կա iltihab կա
բայց դու վրան բանդեդ կտնես որ լավ գեր գծծնես որ ասիգա գլուծե ես գիտեմ եղած է բարականեր որ մարդիկ ածևով ժամանակավոր հաշտություն ըրած են բայց հետո ավելի քեշ կերպով այտած է որովհետև չի լուզեր ադիգա այսինքն եթե հաշտություն կա մտքի եւ սրտի փոփոխություն պետք է եթե ոչ արդակին երևույթ է միան ասիգա Հիսուս կուզե որ ես եւ դու մեր սրտերը Աստծո առջև քննենք արդյոք խոսքով արարքով գեցվածքով անհաշ վիճակն ունիմ ես սրտիս մեջ որ ես պետք է խոստովանեմ որովհետեւ իմ զոհոս ընդունելի է Աստծո առջև գիտեք որ շատ ադեմ երբ որ մեկումը ճշմարտությունը գսես քեշ անցկլաս դերա դիգացեզի մեկումը ճշմարտությունը գսես նույնիսկ սիրով հոգիով գսես թախանցանքով գսես աղաչանքով գսես բայց քեզ մեկը ներվի սխալ բիդի հասկացվի սադներ քեզի բիդի հարցագին բիդի ամփաստանվիս եւ գրնալա շատ ադեն հարաբերություններ աստոր համար կխզվին որովհետեւ ցուն ճշմարտություն մասիր որպես հասուն հավատացյալ ինչ պիտենես ատվարակային դու թիմացինը քո անցից պես պիտի սիրես բայց կա վիճակներ որ դու չես կնալ փոխել թիմացինը ադոր համար Պողոս Արաքյալ մեզի Հռոմայացիս 12:18-ի մեջ Romans 12:18 նայեցեք ինչ կսե վերա Որ չափ կարելի է ձեզի ամեն մարդու հետ խաղաղություն ունեցել Շնորհակալ եմ Որ չափ կարելի է ձեզի Ադոր համար աս համարը գրված է որ չափ կարելի է ադեներ կարելի չի խաղաղություն ունենալը Շատ ադեն որպես հավատացյալ գրնալա դու կուսախալ խոստովանիս թիմացին Գսես որ քեզի աստծով ծաղծուցի կամ վիճակի համար որ սուրբ ոգին գայտնի գարդահայտվիս բայց թիմացինը չընդունիր չի ներեր քեզի դու թիմացինի ցիր կորոշումը գրնաս փոխել չես կնար փոխել կարևորը ինչ որ աստված քուսը դիտ վրա դրավ երբ որ դու անեգա կշտկես անգեց անտին պատասխանատու ես որքան դժվար է լասվարական ուրեմն ինչպես քիչ առաջ ասի որպես հավատացյալ գրնալ որ շիդակը խոսելու համար անփաստանվիս եւ հալածվիս Չէ որ երանելիներուն 7-րդն ալ նույն կողմի մեջ որ գսե Երանի խաղաղություն ունողներուն բասը անոնք ասո որտիներ դիգոչին անգեց ետ կգսե Երանի եթեզի երբ հալածվիկ եւ ծնծացեք եւ ուրախ եղեք եւ այլն ուրեմն ադեներգա որ ճշմարտությունը խոսելու համար տուն քեշ անցկուտած է այն ադեմ բիդի խոստովանիս եթե անագը Հիսուս պետք է երթա փարիսեցներով խոստովաներ ասել որ աման ցեզի Երուսաղեմ տսի աման ցեզի ասի որ դուք ծեփած բադ եք քերեզման եք սխալ բաներ գնային որ եւ իրենց ճշմարտությունը արդահայտեց ուրեմն պետք է ճշտամունք ընդհատել բարակային ոչ եթե Հիսուսի իրին մեզիալ բիդին Հիսուս հագարակություն թիմակրավեց իրեն ուզեցին զուգակցել մինչև խաչը հանեցին իրեն ուրեմն ադեմներ ես եւ տունալ հագարակության բիդի ենթարկվին սխալ պիտի հասկացվինք եւ ասի չի նշանակել որ եթե մարդիկ քեզ մե գներվին որ իրավացի պատճառը չի գա համ չես հրացնում դու կեդինի սրբիչ պիտի չլաս իրենց դորմատ կսենակ վերենով որ դու դորմատ լաս որ վրա կողեն ուրեմն չես կնար ուրիշին կմահաճուկին ալ ենթարկվի քանի որ մարդիկ կան իրենց անձինեվ կգրվին որ եւ ոյ մեկ պատճառ պիտի գտնեն որ քեզի ալ հարցնեն աս ճշմարտությունն ալ գապիրել Ուրեմն մենք երկու կողմեն պետք է հարցին նայենք որ ես ինձի քալով շատ ադեմ ես false guilt այսինքն սխալ խղճահարություն ունենամ փամչի ոյ մեկ ցևով չի ցավցուցի անցեցի մացին ինձ մեներվերը ուրեմն ինչ պիտենեմ երբ տամասեմ որ չրած մեղք խոստովանիմ բարձրապես բանդեդ մտնելու սիրուն որ հարցը շփվի քանի որ գնա դանցը ավելի հարցագիր կուվրա աս բարական ալգա ուշադիր բիդելանք ասորամարալ ես պատասխանատու եմ սրբակրելու այն բանը որ ես սխալ եմ եթե սուրբ ոգին գայտնի որ դու խոսքը սիր քեզի չեր վայլեր դու գեցվածքը ունեցար քեզի չեր վայլեր դու արարքը քեզի չեր վայլեր 100,000 երթաս խոստովանիս կարևորը ես աթոժարություն ունենամ մենք պատասխանատու ենք հաշտ ապրելու բայց երբ այդ հաշտությունը չի բադահի ադեներ հոժար բիդելանք հարաբերությունը աստծո անցնել
Քան որ մենք չենք գնալ դիմացինից իր որոշումը փոխել։ Գնամ հասկացնել ասի, գնալա ցեզ մեր շատերս ապրած եք ասվիճակը։ Ասիգա գվադահի դերևդին հարաբերություններ մեջ։ Իսկական իրականություն է կյանքի գվադահի գոր։ Գվադահի քույր եղբայր, գվադահի ծնող զավակ, գվադահի բարեկամ, գվադահի ո՞ր մեկ անցի հետ գվադահի։ Բայց կարևորը ես Աստուծո առջև իմ սիրտս կնեմ, երբ որ միտքդ կա, երբ որ զոհդ կդանիս, ընձատ կդանիս եւ հոն միտքդ կա։ Ուրեմն կորցնականորեն, երբ որ ես իմ սիրտս կնեմ, ինչ հարց պիտի դամ ես ինձ պիտի ասեմ, ես պամը ըրի, պամը ըսի, կամ պամը չրի, պամը չսի, որ պետք է ասեի։ Եթե սխալ ունիմ, առաջ ես քայլ առնեմ, հոժարեմ իմ անձս խոնարեցնելու։ Սուկիրքի մեջ օրինակներ ունենք քույրեր։ Հակոբ եւ Եսավ քանի տարի քժդված մնացին իրար մեկ գիտեք, քանի տարի։ Հակոբ եւ Եսավ։ Գիտեք Հակոբը խաբեց իր եղբորը, հորը օրհնությունը արավ եւ լսեց որ Եսավը իրեն պիտի մերցնե, մայրը ասա որ քնա։ Քնած իր քերին լապանին դոնա։ 14 տարի։ Օդեցար, քիչ 14 տարի աշխատեցա որ երկու գիներ առնե։ Այո։ Բայց քանի տարի յետքը իր եղբորը դիմացի ելավ։ Սուկիրքի գիտություն, ուրեմն պիտի գիտնա, ծննդոցը կարդանքն է։ Okay, հիմա ծննդոց 32, Genesis 32, 24։ Երբ որ Հակոբ Եսավի պիտի ելներ թիմակրավեր, ասեմ ցեզի 20 տարի անցավ, բոլոր քիշերը կոդե մարտեցավ, 24 համար հարիս կարդա բայզարկու, ծննդոց 32-24։ Հակոբ մենակ մնաց, ու մարդ մը կոդամերտել անոր հետ, մինչև արշալույս։ Շնորհակալ։ Եվ իր Այո, 24 համար միան, չէ՞։ Այո։ Բոլոր քիշերը արթուն մնալ իր սիրտը խոնարեցուց։ Գիտեք մենք երբ մոնիկ Էլմաջան երկարի մեջ կսե ամբողջ քիշերը մինչև առավոտ աղոթեցիր տուն, շնորհացքահի մոտ, մինչև որ իջավ առավոտյան ցող, արդյոք տուն եղար հավատքով արթուն։ Խնդրեցիր մինչև որ արի։ Աս երկունի։ Ադեներգա որ քիշերներ անկուն կանցնենք, անցուցեր եք, ես անցուցեր եմ, անկուն քիշերներ հարց մը գա, վիճակ մը գա, կկոդեմարդիս Աստուծո հետ։ Բայց աստեղը Հակոբ ինքը անցավոր էր, երևայեցեք, որ այսինքն ատքան խապեպա, արդեն եղբոր մեկ անգամ աբուրով խապեց, անտրամությունը արավ, հիմա էլ օրհնությունը արավ, հորը խապեց, եղբորը խապեց, քժդվելով 20 տարի արավ Հակոբ որ տուն հիշես, 20 տարի Աստված ալմիջամդեց եւ ավելիով պատրաստեց իրեն որ հաշտվի հաջորդ համարը 25-րդ համարը Սիլվակույր ծննդոց 32-25 Եվ երբ տեսավ, որ իր անոր չհասավ, անոր զիստին ամոլաչիլին տվավ եւ անոր հետ կոդեմարտած ադենա Հակոբին զիստը սրդին ոչիլը խախտեցավ ուրեմն հակ շնորհակալ եմ Հակոբ մինչև արդումեգ հետ գբադարազմի գոր wrestling կոդեմարտին եւ մինչև արդու աս բادرազմեն յետքը Աստված իրեն գողին գտնագոր աս ճիղը կքաշեգոր կփռնեգոր անորամար ատկե յետքը Հակոբ բոլոր կեմ կգահած որովհետեւ հիշե որ տուն 20 տարի քժդուճապ ապրեցար եղբորդ հետ սխալները իր 20 տարի արավ որ տուն հաշտվիս երևակայեցեք ասի կյանքի իրողություն է քույրեր կբադահի գոր եղբայր քույր ծնող զավակ դեր եւ դիգին կբադային գոր ասպաները եւ եթե այն ադեն եղեր է որ հիմա կվա մեղքերու չափշալություն չի գա հիմա գլուխը արածկացած է ուրեմն 20 տարի դեպից մինչև որ Հակոբ խոնարեցավ Աստված իրեն տվավ Աստված իրեն զիստին տվավ որովհետեւ ինքը հիշե որ ոն պետք է որ խոնարեր Հովսեփ իր եղբայրներուն հետ քանի տարի քժդված մնաց 20 տարի 17 տարեկան էր երբ որ իրեն կուպը նետեցին ծախեցին չեմ գիտեր քանի տարեկաներին կփանդ քնած երբ որ իրեն անպաստանեցին Պետրապրեսիգին անպաստանեց Պատմությունը գիտեք, երազները մեկնաբանեց 30 տարեկաներ երբ որ Փարավոնի երկրորդը եղավ։ 7 տարի
արարության շրջան, երկնեղության շրջան եղավ։ Իրականորեն 21 տարի ասենք։ 1 տարի հետո էր որ եղբայրները եկան։ Բայց Աստված կխորի իմ Հովսեփի ալ խոնարեցուց փանդի մեջը։ Խոնարեցուց որ գրնալալ որ ինքը ասա որ ես բաբայիս ամենաշատ սիրած դղան եմ, բաբաս ինձ իմիան, անուշիկ հագուստ կարեց, ես իր աչքին լույսն եմ, գրնալալ։ Մարդ ես չէ։ Ես լայս աման պիտի ես ամենաշատ սիրված եմ։ I'm special, I'm privileged։ Ասի պիտի մնացեի։ Չէ դա այդեր, որ սուքիկը չէ կրած, բայց այդ նախանցը որ թերևս կրկրեց Աստված ադիրեն այնպես մոխոնարեցուց որ, բայց ինքնալ իրեն եղբայրները իրեն խոնարելու արիտներ դվավ։ Առաջին վարգանին չսավ, որպես անոքա խոնարին, ինչերերին։ Մեծուցին իրենց եղբայրը ծևոմը և սուդա խոսեցան իրենց հորը։ Աստված գլրե կույրեր, անիրավություն մոև որելը Աստված գլրե չի լրեր։ Ադորամար, և որ միտքդ կա, հաշտվեցան։ Մատյոս 5:25 արպիկ كن راضيا بخصمك سريعا ما دمت معه في الطريق لئلا يسلمك الخصم الى القاضي ويسلمك القاضي الى الشرطي فتلقى في السجن. Շնորհակալ եմ։ Դիգի Մարի հաջիս հայերենը գարտա։ Մատյոս 5:25 Matthew 5:25 Ու ոսոփիտ հետ շուտով միապանը, քանի որ անով հետ ճամփուն մեջ ես, չելա որ քու ոսոփդ քեզ հադավորի մատնե եւ հադավորը տահիջին եւ բանդը ծիծից։ Շնորհակալ եմ։ Քու ոսոխիդ հետ շուտով միապանը։ Ով է ոսոխը։ Հագարավորտը։ Որ քեզի թադի գտանի, այսինքն հարցը երբեմն անգամ քեշ կլա, որ հիմա թադաբարություն կլա որ։ Այդ անգամ քեշ եղած է ասպարակային։ Երբ որ միտքդ կուկա եւ թիմացինը քեզի հանդեպ անփաստանություն ունի իրավացի եւ քեզի թադարան բիտանի։ Անշուշտ մեր ամենակեշ թշնամին ամենաձանր թշնամին սատանան է։ Ադորամար Առաջին Պետրոս 5:8 1 Peter 5:8 Այո Սիլվիա, եթե գարտած նայեցեք սուքիրքի ինչ կսե 1 Peter 5:8 Be alert and sober mind. Your enemy, the devil, prowls around like a roaring lion, looking for someone to devour. Շնորհակալ եմ։ So true. Հայերենն ալ եթե գարտած մեզի բայցիկ բան Okay, tu gata, vera gata. Արդյոք եցեք, վասն ձեր հագարագորտը սատանան մլջող արեցի պես կլդի ու կպնդրե թե ով կլներ։ Արդյոք եցեք, ով է մեր հագարագորտը, ոսոխով է սատանան, սատանային ծրակիրը ինչ է, գնդլել է, գլլել, հավատացյալը գլլել է քույրեր, հարաբերություններում մեջ կուզե գլլել մեզի, արդյոք եցեք։ Հագարագորտի թե շուտով ինչ կսե միապան է, ոսոխի թե շուտով միապան է, միապան է ինչ է, այսինքն բարին մտած է իր մասին։ Բարին հագում ունեցիր, այսինքն բան եղիր, amiable գսենք ակտերենով, ասանք հաշտ ապրելու այդ հոգին ցույց տուր, շուտով ըրե, այսինքն մի ցկցկեր։ Միտքդ կուկա, օյ գնեմ, գիտես մենք երբեմն անանք ենք, միտքդ փամը կուկա, գնեմ, հելա ասնեմ, հելա աննեմ, նորը միտքդ կուկա, բիդնեմ, այդ բիդնեմը գրնա դարիներ դեվել, շուտով, կու ոսոխիտ հետ շուտով միապան է, քանի որ անոր հետ ճամպա եդերես թատտադարանի գերտաս որ։ Մեր մեծակույն ոսոխը սատանան է ինչպես ասինք, ուրեմն Հիսուսի բատվերը հոս շուտով հարցը լուծե հագարագործի հետ։ Պատկերացուր, որ կյանք մը պիտի ապրիս, որը մեջը ող չի գա, ող, կրսվիտ մեջը։ Խաղաղություն կպնդրես, քեզի ցավցնողներուն սիրտդ վիշտով չես լեցներ, քու մեղքերով սիրտդ չես առապերնված, այսինքն ազատ եւ թեթև թրջունի վես, երեխայի վես, թեթև կապրիս, ոսոխի թե շուտով միապանիրը ադե, այսինքն սատանան քեզի ինչ որ գնեք, որ Աստծո առջև կնա ով դերսը հանե մեջ է, ինչ որ ունիս թարություն, բարգություն, շղակրկություն, սրբնություն, աններողոքի դուրս անե, եթե բիդերտաս մեգումը խոստմանից կնա ըրե, եւ անշուշտ մյուս երեսնալ գա աս պատկերին, սխալ զղջարություն ամենք պետք չէ ունենանք, որ աման, իմ մասիս քեզ թող չի մտածել, աման, փամը չրած դեղդ երթաս խոստվանից, պիրտուք փամը չես հրած, մի արդոներ, որ սատանան ասցևով ագա հարցագի մեր վրա քույրեր, ինձի իրած է ադիկա, փամը չրած դեղդ, թիմացինը քեզ մեկը ներվի թու նուր չունի սատաներ, անշուշտ եթե իրավացի եկնա խոստվաններ ադիկա, բայց երբ որ
գուտ գորգոտ չի գա, հիմն չի գա, ինքը Աստծո հետ կգրվի որ, ցկե Աստծո մի ըլլար դորմատ, այսինքն որ վրատ կողեն մարդիկ։ Քանի որ միշտ հարաբերություններում նեղություն մի ելնա։ Եվ մեր բոլոր կյանքը պիտի սորվինք։ Գտնալալ մեկ անցի հետ կշտկես հարաբերությունը, կսես կարակչիս, ուրիշ անց մի գելե։ Անոր հետ կշտկես, ուրիշը գելե։ Մենք աս կյանքի թվրոցի մեջն ենք, որ միշտ պիտի սորվինք, քանի որ անգլերեն գսեն life is messy։ Կյանքը աղդոդ է, եւ սխալ հասկացվել գա, անկիդակսորեն սավցնել գա, բայց որպես Հիսուսի հետևորդ մեզի պատվիրված է սիրել եւ խաղաղությամբ ապրել, որչափ որ կարելի է։ Ուրեմն այսօր պիտի աղոթենք, որ Սուրբ Հոգին մեր միտքը բերե։ Գամեգը որում ես գիտակցորեն սավցուցեր եմ, մեգու մանտեպ ես ողունին, անմիջապես կսե, քանի որ եթե ադի չունենք, Մատթեոս 5:26 մարի գարձեմ քեզի դվի, եթե նորեն գարտաս մեզի ադիգա, Matthew 5:26 Ճշմարիտ կսեմ քեզ, միչելես անգել մինչև որ վերջին նկարագետը չվճարես։ Ճշմարիտ կսեմ քեզի գսե որ Հիսուս, այս երբ որ Հիսուս ճշմարիտ կսեմ գսե, այսինքն իրականություն է, ոչ թե Հիսուսուց կխոսի, շեշտ կտնե որ ասի գա լուրջ արեք, այսինքն ադեներա ճշմարիտ կսեմ քեզի, չէ, truly, verily I say unto you, ճշմարիտ կսեմ քեզի, քանի որ եթե ասի չնես հոգեգան, փանդարգություն եւ դանչանք է։ Մասիկա ֆիզիկական փանդարգության մասին խոսի որ Հիսուս, որովհետեւ իր ադենը մարդիկ որ բարդ կունենային, նյութական բարդ եւ չի գնային վճարել, փանդ կծկվեին։ Եվ փանդի մեջ են պիտի գաթիլ վճարի ադիգա։ Եվ այդ նակարագիդը որ կսե հռոմեական գայսրության ադենբա տրամներուն ամենն փոքր բաժիններ մեր օրով հիմա պատկերացուցեք մենք այլևս 1 սենտ հալ չունենք թող Կանադայի մեջ ամերիկա 1 սենտ կա 5 սենտ մնաց 1 սենտը արժեք ունի 1 սենտը քեդին դեսնես է չես առներ այսինքն ադեններ արժեք չունի բայց դու մինչև հոն պիտի հասնես չղաքրփանով դանչանքետ հոգեգան դանչանքետ քանի որ չես հաշտված մինչև որ ամիգա վճարես շուտով մի ապանե անորամար գսե Հիսուս ինչպես որ Հիսուս կսորվեցնի հաշտ ապրիլ մարդոց հետ շատ ավելի կարևոր է քույրս որ դու ամեն առաջ Աստծո հետ հաշտված ամենին կարևոր հարցումը այսօր դու Աստծո հետ հաշտես այլ խոսքով փրկություն ստացած ես մեղքերուդ համար այլ ավելի բարձր տալու համար ապաշխարած ես մամիս ապաշխարալ փոխկականներու բիրադարներու խոսք է գնալալապես է բայց ապաշխարությունը ամենն կարևոր որոշումն է որ դու երբեք դառնես կյանքիդ մեջ վստահ եղիր քանի որ Սուրբ Քրիստոսը ամենը մեղք գործեցին եւ Աստծո փառքեն բարձած են մեղքին վարձքը մահ է բայց Աստծո ծրի բարգեւը հավիտենական կյանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ցերկով ես գիտեմ մեզ շատերս ադիգա անստապես վկայած եք աղոթած եք հանձնված եք փառք Աստծո բայց եթե մեկը գա որ տերգավին հարցմանշան է այսօր թող փրկության օրը դլա Ունիշ 4-2026 Սուրբեկիտ մեջ գրե ես այսօր լման Աստծո հանձնվեցա ճշմարիտ կսամ ցեզի գսե Հիսուս պիտի չելես անգել մինչև վերջին բանը վճարես Հիսուս ինքը մեր բարդքը վճարեց այսօր երբ որ դու Հիսուսի գուկաս ես ով Աստված ես մեղավոր եմ at վերջին բարդքը բզդիկ մեղքդ որ ունիս անորամար Հիսուս մերավ ատնակարագիդդ ինքը վճարեց ուրեմն հանձնվիր իրեն դման Պատմությունով մգուզեն վերջացնել, գբատմերի որ Իսպանիո մեջ, Մադրիդ քաղաքի մեջ, դարիներ առաջ ասիգա, հայր ու դղամը գքրշտվին իրար մեր։ Դղան հոր աննազանդ կլա, գաբստամպի և հոր ուզածը չներ դունը գպախի երտա։ Դուն անունը Պակո է։ Պակոն շատ հասարակ իսպանական անուն էր։ Պատկերացնենք, որ այսօր մեր օրով ասենք հայերու մեջ ինչ է շատ բանանուն Հարութ, Սարգիս, Ռաֆի, Պետրոս, կամ գիներու մեջ Մարի, Սիլվա, Սետա, ինչ որ է։ Աս Պակոն դունը գպախի երտա։ Հայրը գսպասե դղամ չի կարգոր, այն ադեն միջոց չի գա կապայելու, տելեֆոն չի գա, սոշիալ մեդիա չի գա։ Ուրեմն Մադրիդի օրաթերթին գերտա եւ ոնդեղը հայդարարություն մգտնե, ad մգտնե, գսե որ սիրելի Պակո Վաղը գեսորին ինձի հանդիպիր Մադրիդի թերթի օֆիսին արջևը։ Այդ գտնե, հայդարարությունը գտնե,
Եվ հաջորդ օրը աս հայրը հուսալով որ իր դղան պիտի կա եւ իրեն էլ պիտի հաշտվի։ Եվ գերտա աս փանին օրաթերթի ընկերության օֆիսին արջև կգենա։ Պատմությունը գսե որ 800 հատ փակող կա։ 800 փակող կա, որ իրենց հորը հետ հաշտված չեն։ Երևակայեցեք, որ ատկան դղակներ ապստամբություն անհաշ վիճակ կապրին, որ իրենց ընտանիքի մեջը 800 փակող սպասեք, որ հայր իրեն իրսե դղաստունելու։ Որքան կարևոր է հաշտ ապրելու գույրեր։ Աշխարհս մեր լեցուն է մարդոսմով, որոնք ներումի կարոտ են։ Հաշտության պետք ունին, որում պետք է դուներ ես այսօր, որում պետք է երթաս ներողությունս ես։ Աստված ինձ մեզ սկսյալ ամեն մեկուս եւ որ գուքանք մեր ընձանդալու եւ միտքդ կծկե քնա եւ հաշտ ապրիր ներողությունս է եւ ընդունիր ամենաառաջ Աստծո ընդունիր այդ հաշտությունը դերոջդ հետ Աստծո հետ եւ անգեց յետքը եթե հորիզոնական հարաբերություններով մեջ կա վիճակներ որոնց դու գիտես որ սխալ մեղած ես ինչպես Հակոբ ինչպես Հովսեփի եղբայրները ներողություն խնդրեցին, այդ ներողությունը խնդրե, որպեսզի հաշտությամբ ապրես։ Ամեն։ Դերը օգնե ամենուս աճ շնորհ կբարգեւի։